Հանրապետության հռչակումից հետո Հայաստանում իր գործունեությունը սկսեց խորհրդարանը։ Հայոց ազգային խորհուրդը Հայաստանի Հանրապետության հռչակումից եւ կառավարության ձևավորումից հետո ձեռնամուխ եղավ խորհրդարանի ձևավորմանը։ Քանի որ ստեղծված իրավիճակում քիչ էր հնարավոր խորհրդարանական ընտրությունների շուտապույտ կազմակերպումը, ազգային խորհուրդը որոշեց Հայաստանի ապագա խորհրդարանը կազմել իր մեջ մտնող կուսակցությունների թվի համամասնական եռապատկման սկզբունքով։ Խորհրդարանը կոչվում էր Հայաստանի խորհուրդ եւ գործելու էր ժամանակավոր, մինչեւ ընտրությունների անցկացումը։ Հայաստանի խորհուրդը ձևավորվեց հետևյալ սկզբունքով. Հայոց եւ Երևանի ազգային խորհուրդների համատեղ որոշմամբ եռապատկվեց Հայոց ազգային խորհրդի անդամների թիվը, նրանում ընդգրկված կուսակցությունների թվի համամասնությամբ։ Չեռապատկվեցին միայն անկուսակցականները։ Միաժամանակ Հայաստանի խորհրդի մեջ ներառվեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Արդյունքում Հայաստանի խորհուրդն ունեցավ 46 падգամավոր։ ՀՅԴ-ն խորհրդարանում ունեցավ 18 տեղ, ՀԺԿ-ն, սոցիալ-դեմոկրատները եւ ՍՌ-ները 6-ական տեղ, 2 տեղ ունեցան անկուսակցականները, 6 տեղ թուրք-թաթարները, 1-ական ռուսները եւ եզդիները։ Հայաստանի խորհրդի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1918 թվականի օգոստոսի 1-ին քաղաքային ակումբի շենքում։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց դաշնակցական Ավետիք Սահակյանը։ Փոխնախագահները ընտրվեցին սոցիալիստ հեղափոխական Դավիթ Զուբյանը եւ ՀԺԿ-ական Գրիգոր Տեր-Խաչատրյանը։ Անկուսակցական Պետրոս Զաքարյանն ընտրվեց խորհրդարանի ավագ քարտուղար։ Աշխատանքները կանոնավորելու եւ արդյունավորելու նպատակով խորհրդարանում ստեղծվեցին 14 հանձնաժողովներ՝ ֆինանսական, օրենսդրական, ինքնավարությունների, խմբագրական, կարգադրիչ, դպրոցական, պարենավորման, գաղթականության, բժշկասանիտարական, հողային, աշխատանքի, մանդատային, նակազի, հարցապնդումների։ Հատկանշական է այն, որ Հայաստանի խորհուրդը, լինելով օրենսդիր մարմին, երբեմն իր վրա էր վերցնում նաև գործադիր իշխանության գործառույթներ։ Սա դրսևորվեց մի շարք բնագավառներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, պարենավորման, գաղթականության խնդիրների կարգավորման եւ այլ գործերում։ Խորհրդարանն իրականացնում էր նաև վերահսկողական գործառույթներ։ Խորհրդարանը ստեղծեց պետական վերահսկողական մարմին, որը հաշվետու էր իրեն։ Հայաստանի խորհուրդն իր գոյության կարճ ժամանակաշրջանում բավականին լայն օրինաստեղծ գործունեություն իրականացրեց։ Չնայած գոյություն ունեցող առարկայական եւ ենթակայական խոչընդոտներին, խորհրդարանին հաջողվեց կառավարության գործունեության համար անհրաժեշտ նվազագույն օրենսդրական բազա ապահովել։ Քանի որ մինչ անկախության հռչակումը Հայաստանի տարածքում գործում էին ռուսական կայսրության օրենքները, օրակարգային պահանջ դարձավ այդ օրենքների թեկուզ ժամանակավոր կիրառումը։ 1918 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհուրդը որոշեց հանրապետության տարածքում ժամանակավորապես գործադրել նախկին ռուսական կայսրության ժամանակավոր կառավարության, Անդրկովկասի կոմիսարիատի եւ Սեյմի օրենքները, խորհրդարանի համապատասխան փոփոխումներով եւ լրացումներով։ Այս որոշմամբ հնարավոր եղավ մի շարք խնդիրների կարգավորման համար համապատասխան օրենսդրական դաշտ ապահովել։ Հայաստանի խորհուրդը մեծ աշխատանք իրականացրեց երկրում տնտեսական եւ մենաշնորհային խնդիրները կարգավորելու առումով։ Առանձնապես սուր էր տրված բամբակի մենաշնորհի հարցը։ Խորհրդարանի բամբակի մենավաճառության մասին 1918 թվականի սեպտեմբերին ընդունած օրենքով բամբակի առևտուրը հայտարարվում էր պետական մենաշնորհ։ Հետագայում բամբակի մենաշնորհի վերաբերյալ լրացուցիչ օրենքներ ընդունվեցին։ Բամբակի պետական մենաշնորհը պայմանավորված էր տարադրամ ձեռք բերելու անհրաժեշտությամբ։ Չնայած նրան, որ պետական մենաշնորհը բացասաբար էր անդրադառնում բամբակագործության վրա, այն պահպանվեց մինչև առաջին հանրապետության անկումը։ Հայաստանի խորհրդի որոշմամբ պետական մենաշնորհ սահմանվեց նաև հացահատիկի նկատմամբ։ Սա, չնայած դժգոհություններին, կարևոր էր սովի հավանականության դեպքում հնարավոր սպեկուլյացիաները կանխելու առումով։ Հայաստանի խորհուրդը լուրջ աշխատանք իրականացրեց նաև երկրում գաղթականության, հողային խնդիրները, ֆինանսավարկային քաղաքականությունը, պաշտպանության հարցերը կարգավորելու առումով։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի խորհուրդը լայնածավալ գործունեություն իրականացրեց, որի արդյունքում պետական կառավարման համակարգը դրվեց օրինական հիմքերի վրա։ Ոչ համաժողովրդական ընտրությամբ չէր ներկայացնում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը։ Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները նախատեսում էին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, սակայն գոյություն ունեցող հակասությունը հասարակության եւ խորհրդարանի կազմի միջև արագացրեց այդ գործընթացը։ 1919 թվականի ապրիլի 27-ին ներքաղաքական լարվածության պատճառով խորհրդարանն իր իսկ որոշմամբ 1 ամսով դադարեցրեց աշխատանքները, իր լիազորությունները հանձնելով կառավարությանը։ Այս ընթացքում էր, որ 1919 թվականի մայիսի 26-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին օրենքը։ Հայաստանի կառավարության մայիսի 27-ին ընդունած մեկ այլ Հայաստանի խորհրդի համալրման մասին օրենքով որոշվեց Հայաստանի խորհրդի կազմը համալրել արևմտահայության 12 ներկայացուցիչներով, որպես երկու Հայաստանների միացման արտահայտություն։ Նախատեսված էր, որ համալրված խորհրդարանը կգումարեր միայն մեկ նիստ, իր լիազորությունները կրկին կառավարության
կառավարությանը փոխանցելու համար, որից հետո այն պետք է ցրվեր եւ պետք է տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ։ Հունիսի 14-ին տեղի ունեցավ համալրված խորհրդարանի նիստը, որից ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ցուցադրաբար հեռացան։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի վերջին նիստը, որն անցավ առանց ընդդիմադիրների։ Այսպիսով, շուրջ 10 ամիս գործելուց հետո Հայաստանի առաջին խորհրդարանը դադարեց գործելուց։ Նրան 2 ամիս անց փոխարինելու էր գալու համաժողովրդական ընտրությամբ կազմավորված նոր խորհրդարան։ Հայաստանի խորհրդարանի ընտրության կանոնադրության համաձայն Հայաստանի խորհրդարանն ընտրվում էր բնակչության կողմից ընդհանուր հիմունքներով, ընտրական հավասար իրավունքներով եւ առանց սեռի, խտրության, ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ, համամասնական կարգով։ Ընտրություններին մասնակցում էին ընտրության օրը 20 տարին լրացած Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Քվեարկությանը չէին մասնակցում խնամքի տակ գտնվող խելառները, դատապարտյալները։ Հայաստանի խորհրդարանի անդամների թիվը լինելու էր 80։ Խորհրդարանական ընտրություններն անցկացվելու էին մեծամասնական ընտրակարգով։ Կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները կամ ազգային հոսանքները ներկայացրին իրենց տեխնացուների ընդհանուր ցուցակը, որն էլ դրվեց համաժողովրդական քվեարկության։ 1919 թվականի մայիս ամսին խորհրդարանի ընտրություններում ներկայացված էին հետևյալ ցուցակները. ՀՅԴ, ՀԺԿ, սոցիալ-հեղափոխականներ, քրդական, ասորական, արագածոտնի անկուսակցական գյուղացիական միություն, մահմեդական, հայ սոցիալիստ-դեմոկրատ մենշևիկները, հայ ժողովրդականները, ռամկավարները բոյկոտեցին ընտրությունները։ Ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայ հեղափոխական դաշնակցությունն ունեցավ 72 տեղ, սոցիալիստ-հեղափոխականները 4, արագածոտնի անկուսակցական գյուղացիական միությունը 1, թուրք-թաթարները 2, քրդերը 1։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը գումարվեց 1919 թվականի օգոստոսի 1-ին։ Խորհրդի հանդիսավոր բացումից ճիշտ 1 տարի անց։ Օգոստոսի 5-ին պարլամենտի նախագահ է ընտրվում Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ Լևոն Շանթը եւ Սարգիս Արարատյանը, ավագ քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանը եւ Արամ Սաֆրաստյանը։ Օգոստոսի 10-ին խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը Խատիսյանի գլխավորությամբ։ Իր աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար խորհրդարանը երրորդ նիստում ստեղծեց 12 հանձնաժողովներ՝ օրենսդրական, ֆինանսա-բյուջետային, ինքնավարությունների, պարենավորման, հողային, աշխատանքի եւ խնամատարության, ներգաղթի եւ վերաշինության, դպրոցական կրթական, զինվորական, խմբագրական, բժշկասանիտարական, հանրօգուտ ձեռնարկներ եւ շինությունների։ Փոքրաթիվ եւ ոչ միասնական լինելով պայմանավորված, բավական թույլ էր խորհրդարանական ընդդիմությունը։ Երկրորդ խորհրդարանը, ինչպես առաջինը, լայնածավալ աշխատանքներ իրականացրեց նորանկախ պետության ներքին կյանքը, անվտանգությունը, պաշտպանությունը կազմակերպելու, հունավորելու, օրենսդրական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։ Խորհրդարանի օրինաստեղծ գործունեությունը դադարեցվեց մայիսյան ապստամբության պատճառով։ Խորհրդարանն իր աշխատանքը վերսկսեց նոյեմբերի 1-ին, երբ կտրուկ փոխվել էր ռազմաքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Սկսվել էր հայ-թուրքական պատերազմը։ Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավել էին Կարսը։ Խորհրդարանում վերջին նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի, խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց իշխանությունը հանձնել բոլշևիկներին։